Սովորաբար խորհրդային շրջանում շեշտադրումը կատարել հենց նշած այդ հանգամանքի վրա, որ նա աշխարհիկ փիլիսոփայության հիմնադիր է, եթե մենք ուզում ենք շեշտել, որ նրա փիլիսոփայությունը ընդգծված գիտականություն ունի, այո, պետք է այդ աշխարհիկի հանգամանքը նշենք, բայց միևնույն ժամանակ չպետք է մոռանանք, որ նա տոնելի սուրբ է եւ նա ընդգծված բարոյագիտական եւ աստվածաբանական շեշտադրումներ ունի իր աշխատություններում։ Այստեղ պետք է մենք կամրջենք նրան մեկ այլ երևելի գործչի հետ, որ Օնանյա շիրակացու մասին երբ խոսում ենք, մենք շեշտեցինք, որ նա համարում էր, որ սրբերին կարելի է համահավասար դիտարկել նաև այն փիլիսոփաներին, որոնց ինքը անվանում էր բարի փիլիսոփաներ։ Եվ քանի որ բարի փիլիսոփաների ասած անգամ, եթե նրանք դեռ քրիստոնյա չէին, չէ, հին Հունաստանում օրինակ նրանք դեռ հեթանոսներ են, նա նշում է, որ քանի որ նրանց ասած հայացքները, փաստորեն դրույթները ճշմարիտ են, հետեւաբար նրանք կարող են հավասար դիտարկվել փաստորեն քրիստոնեական ժամանակաշրջանի աստվածաբաններին եւ նման հայացքներ արտահայտողներին։ Այս նույն մոտեցումները նկատելի են Դավիթ անհախտի մոտ եւ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։